Շնորհակալություն, հարգելի պարոն Թունյան, հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, ազգային ժողովում կազմակերպվել էր քննարկում մասնագետների հետ համատեղ այս օրենքի վերաբերյալ եւ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ որոշակի լրամշակման կարիք է առաջացել ըստ իրենց առաջարկությունների, իհարկե մենք առաջարկությունների մի հատվածը չենք ընդունել եւ ընդունել ենք մեկ հատված, որը վերաբերվում է բարձրագույն կրթությանը եւ դրա մասով նախագիծը լրամշակվում է, ուստի հնարավորության դեպքում խնդրում եմ, որպեսզի նախագիծը հետաձգենք եւ ներառենք նոյեմբերի 5-ի օրակարգ, մինչ այդ մենք կլրամշակենք, կշրջանառենք նախագիծը եւ կներկայացնենք արդեն ազգային ժողով։ Շնորհակալություն, պարոն Թովմասյան, այս նախագծի հետ կապված ես երկու բան ասեմ, առաջին ընթերցման ժամանակ մենք մի քանի առաջարկություններ ու դիտարկումներ ստացել ենք, այդ թվում նաև հենց մեր պատգամավորների կողմից եւ մասնավորապես բարձրագույն կրթության մասով մեր աշխատանքային քննարկման ժամանակ ոլորտի ներկայացուցիչների հետ ոնց որ ընդհանուր հայտարարի եկանք, ոնց որ պարոն Թովմասյանը ներկայացրեց, բայց այդպես արագ այդ բաները չանենք ու հնարավոր բոլոր հետևանքները հաշվի առնենք, որոշել ենք այդ առումով չշտապել, բայց նաև մեկ այլ բանի մասին եմ ուզում խոսել, մենք որպես ազգային ժողով ու որպես ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, կառավարության մեր գործընկերները նույնպես բաց ենք բոլոր տեսակի առաջարկների ընդունման ու քննարկման համար եւ սխալ կլինի կարծել, որ եթե այդ քննարկումների արդյունքում առաջարկների մի մասը չի ընդունվում, ուրեմն նշանակում է այդ քննարկումները անարդյունք են ու տեղին չեն։ Բայց նաև ուզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի այդ համագործակցությունը լինի փոխադարձ հարգանքի ու գործընկերային սկզբունքների հիման վրա, ու եթե մարդիկ, որոնք ակնկալում են, որ ազգային ժողովում իրենց հետ պետք է ինչ-որ բան քննարկեն, խնդիրներ քննարկեն ու փորձեն լուծումներ գտնել, ուրեմն մենք էլ իրենց կողմից ակնկալում ենք փոխադարձ հարգանք, որպեսզի ազգային ժողովի պատերից դուրս քննարկումներից առաջ ու հետո ինչ-որ քաղաքականացված, երբեմն նաև տարրական դաստիարակությանը հակասող ձևակերպումներ չլինեն։